Աշխարհահռչակ դաշնակահարուհին 8 տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Ալավերդի քաղաքից։ Շուրջ 30 տարի իր ծննդավայրն չեկավ մանկության հուշերի հետ կապը չխզելու պատճառով։ Վերջին տարիներին միայն վերականգնվեց ընդհատված կապը հարազատ քաղաքի հետ, քանի որ զգաց, որ իր մեջ շատ խորն է նստած այս հայրենիքը իր գեղեցիկ բնությամբ ու մարդկանցով։ Նա ասում է նաև, որ հենց այստեղից պետք է սկսվեր ամեն բան։ Երևանի պետական կոնսերվատորիայից բացի Սվետլանա Նավասարդյանը վարպետության դասեր է տալիս մի քանի երկրներում, այդ թվում նաև Ճապոնիայում ու Ֆրանսիայում։ Բազմաթիվ պետական ու միջազգային մրցույթների դափնեկիր դաշնակահարուհին ամենաբարդն ու պատասխանատուն Անգլիայի թագուհու կողմից տրված մրցանակն է համարում։ Ասում է նաև, որ իր համար յուրովի է թանկ իր առաջին մրցանակը, որին արժանացել է 19 տարեկանում Շումանի անվան միջազգային մրցույթում առաջին տեղը գրավելու համար։ Մեկ տարվա ընդմիջումից հետո երաժշտասեր հանդիսատեսը նորից հնարավորություն ուներ ունկնդրելու դասական երաժշտության գոհարները մեր հայրենակցուհու մատուցմամբ։ Դասական երաժշտությունը դա ուրիշ երևի համատելի է հոգևոր երաժշտության հետ։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին, շնորհակալ եմ, որ այսպիսի մարդ մեր քաղաքում ծնվի եւ վերադառնում է հաճախ ու մեզ ուրախացնում է, շատ շնորհակալ եմ, ես էլ խոսքեր չունեմ ասելու։ Մենք անկրկնելի երեկո անցկացրեցինք։ Դահլիճում գտնվող յուրաքանչյուր մարդու համար յուրաքանչյուր մարդու հոգեվիճակը երանելի էր, որտեղ անկրկնելի կատարողի եզակի կատարումներ լսեցինք։ Ու դա շատ հաճելի է, որ մեր լոռեցի տաղանդավոր ծնունդները երախտավոր են իրանց երկրի նկատմամբ ու միշտ իրանց երախտագիտության խոսքով, ելույթներով ներկայանում են մեր ժողովրդին։ Ես շատ վաղուց այսպիսի մեծ հաճույք չէի ստացել եւ կատարումներ աստվածային եւ երաժշտությունը եւ ընտրված հեղինակները այս կնոջ մեջ ես տեսա այնինչ որ վաղուց երազում էի տեսնել, մեկ շատ երիտասարդ ժամանակ եմ լսել իրեն, կարող եմ ասել, որ ոչ մի տարբերություն չկար իր կատարումների մեջ, բայց այն ժամանակվա զգացողությունները իմ մեջ եւ այսօրվա իմ զգացողությունները լրիվ տարբեր էին, որովհետեւ ես շատ ավելի թեթև էի ընկալում այն ժամանակ, իսկ հիմա ինձ թվում էր թե հոգեկան աշխարհիս մեջ մի մեծ հեղաշրջում կատարեց կնոջ կատարումը։ Աշխարհահռչակ դաշնակահարուհին կարծում է, որ մեծ ձեռքբերումներ ունենալու համար միայն տաղանդը բավական չէ։ Իրեն ոչ մի բան չի լինում, ինչ մի բույսներ պետք է աճեցնես, պետք է խնամես, պետք է բերես եւ այլն հետևես այսը։ Եվ այդ առումով իհարկե ես երջանկագույն մարդ եմ։ Այդպես շքեղ ծնողներ եմ ունեցել, հրաշալի ուսուցիչներ եւ հրաշալի ծննդավայր։ Ես շատ ուրախ եմ, որ կա այս օջախը, այս գեղեցիկ օջախը, որ ես կարծեմ, ինձ թվում է, որ եզակի գուցե եւ եզակի ռեգիոնի մեջ ամենայն դեպս քիչ կլինի այսպեսի տակուկ այս չափ կազմակերպված գեղեցիկ կերպով, որ իսկապես օջախը եւ կրթօջախ է եւ իմ շուր եւ դաստիարակական մեր հասկացողությամբ նաեւ որ շատ կարեւոր է եւ մեր հարգելի Տիկին տնօրենը ես ապարտեմ Երբ պարտնում կայվգա այս հանդիսատեսոյից ուղակի հրաշալի այս տպավորությունը եմ շատ տպավորված եմ ամեն անգամ մեծ հաճույք է մեծ բավականությունը երբ կա այս դիալոգը կա ընդհանուր երկխոսությունը կա արտիստի եւ հանդիսատեսի միջեւ շատ գեղեցիկ բան է
Տաթևիկ Ճուղուրյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։